Քաղաքի ամանորյա զարդարանքները մեզ հուշում են, որ նոր տարին սարերի ետևում չէ։ Արմլուրը հարցում է իրականացրել Երևանում, հասկանալու թե ինչպես են պատրաստվում քաղաքացիները ամանորին, որտեղ են այն դիմավորելու, ինչ տրամադրությամբ, ինչ ուտեստներով եւ ինչ սպասումներով։ Պապ ամանորը որտեղ ենք պատրաստում դիմավորենք։ Ռեպորտաժ է ինչ որ գնում։ Նիկոլի հետ հաստատ չենք բանանելու, չենք նշելու։ Իսկ ինչպես եք դիմավորելու։ Շատ լավ, առանց Նիկոլի։ Վեհապարի ուղերձն եք լսելու, թե Նիկոլ Փաշինյանի։ Վեհապարի։ Երևանում։ Իսկ ինչքան եք նախատեսել։ Ինչ ես չեմ նախատեսել, ինչքան կծախսվի։ Ճիշտ ասած չգիտեմ դեռ։ Ոնց կստացվի, տանը։ Տանը։ Տանը ընտանիքի հետ միասին։ Չեք պատրաստվում արտերկիր գնալ։ Իսկ ինչքան գումար եք նախատեսել, ինչքան եք ծախսելու։ Ինչքան կգալտե փոքր ընտանիքը այնպես չի, որ ամենաանհրաժեշտը սեղանին դնելու համար։ Ինչ եք պատրաստելու։ Բադ։ Բադ։ Սուշեֆից գնելու ենք բադը, պատրաստի, իդեպ շատ ռեկլամ չի։ Հա, շատ համեղ է։ Ինքը պատրաստի, դնում ես մեջը հալում ես։ Հա, համեմված ամեն ինչով եւ իմ տրադիցիոն մանդարինի տորթը։ Իսկ խոզի բութ չեք դնել։ Նե։ Ամեն դեպքում տոլման, թփով տոլման լինելու է։ Հա, դա ավանդական Երևան նույնը ոնց որ բոլորը, ոնց որ դուք ինքան ասել։ Տանը։ Հա, տանը երևի։ Ինչ ուտեստեր եք պատրաստելու։ Իշլի քյուֆտա։ Չգիտեմ։ Չեք մտածել։ Չէ։ Դե մենք բութ չենք դնելու, մեր հյուրերը քիչ են։ Իսկ բուդին ինչ է փոխարինելու։ Բլինչիկ։ Երևի Հայաստանում։ Ես անձամբ օրինակ այդ նոր տարվա մեծ սեղանները չեմ սիրում։ Սիրում որ քիչ է լինում, մարդկանց այդ կոտակումը միայն մոտիկ մարդկանց հետ։ Ես անկեղծ ասած ոչ ստանդարտ սեղաններ եմ ավելի շատ սիրում, ինչ որ ավելի շատ ձկնային բաներ կամ մսային։ Տանը ես ընտանիքի հետ, հա։ Ընտանիքի հետ։ Տեղը երևի տանը էլի, հա։ Դե մեր տանը միշտ մայրիկս է պատրաստում, տարբեր տենց համով բաներ։ Մեր դեպքում տատիկս է պատրաստում, ես օգնող չեմ, ես կողքից այդ ամանից ամեն ճուտող եմ։ Մեր մոտ տոլմա բլինչիկն է ամենա ճանաչվածը։ Ընտանիքով ամբողջ։ Որտեղ Հայաստանում։ Երևանում, չէ, մեր տանը։ Իսկ ինչ ուտեստներ եք պատրաստելու։ Ой, խոզի բութ, սացիվի, սիլոտկա под шубой, օլիվիե, բլինչիկ, տենց։ Իսկ դուք։ Մենք ոնց որ մի ընտանիք ենք, նույն բանն է, ինչ սարքեն ես կուտեմ։